Ես ինչ ես եկել։ Զանգեցին կանչեցին։ Ով։ Դե այն ժամանակ, որ չէի կարողանում քեզ գտնել, համար էի թողել բուժքրոջ մոտ։ Հա, ճիշտ է։ Բայց ինչ էին ասում։ Ասացին, որ Անուշը ուզել է ինձ տեսնի։ Չէի հավատում, որ այսքան շուտ լավ կզգա իրան, ու կուզենա հետս խոսի։ Ես Դավուդի մոտ էի։ Հետո կպատմեմ ինչ ա եղել։ Հիմա ուզում եմ Անուշին տեսնեմ, լավ։ Ես մոտն էի, թույլ է։ Դե եթե ուզել է ինձ տեսնի, ամեն դեպքում կգնամ։ Գոնե թող տեսնի, որ եկել եմ։ Լավ։ Բարդ։ Ռոբ, ամեն ինչ նորմալ է։ Այդքան մի անհանգստացի։ Ամեն անգամ ինձ խնդրում եմ, համոզում եմ ինքս ինձ, որ չխառնվեմ Արամի ու շողերի գործերի մեջ, բայց չի ստացվում։ Ես չեմ կարող այդ ամեն ինչը ասենց հանգիստ նայել այդ ամեն ինչին։ Չեմ կարողանում։ Այնքան բան ասեցի, հիմա փոշմանել եմ։ Ես լսում էի։ Ուզում էի ներս մտնեի։ Բայց հասկացա, որ չպետք է խանգարեմ։ Որտեղ դու մայր ես, և մոր խոսքը սրտից և հոգուց եկած ճշմարտությունը։ Համարի, որ քու երեխան է, և ճշմարտություն ասելը սխալ բան չէ։ Դու գիտես, որ Արամ ինչպես է տանջվում։ Դու ուզում ես շողերին լավ վերաբերվես։ Բայց մի բան պետք է հիշես, որ դա տղուտ ընտրությունը չէ։ Եվ դու մեղավոր չես։ Մի մեղադրի քեզ, հա։ Ինձ թվում էր, եթե մի անգամ էլ քեզ տեսնեմ, կսպանեմ։ Կլսես ինձ։ Ու բացի այդ ինձ թվում էր, որ գոնե կամաչես։ Կամաչես աչքերիս մեջ նայես Աշոտ։ Բայց դու բացի այն, որ խիղճ չունես, դու ամոթ էլ չունես։ Դու մարդ չես Աշոտ։ Սխալվում ես, դու իմ մասին շատ բան կա, որ չգիտես։ Ես մենակ գիտեմ են, որ դու ինձ խաբել ես։ Դու եկել ես իմ տուն ու ձևացել ես որպես եղբորս ընկեր։ Ու արել ես ամեն ինչ, որ ես քեզ հավատամ։ Դե խոսա։ Ես քեզ ուզել եմ ընդամենը օգնեմ։ Ես քո առաջ ինձ մեղավոր եմ զգացել։ Ես քեզ ուզել եմ օգնեմ։ Մեղավոր ես զգացել։ Աշոտ, դու իմ եղբորն ես սպանել ու հիմա ասում ես, որ մեղավոր ես զգացել։ Շատ շնորհակալ եմ, որ գոնե մեղավոր ես զգացել։ Եվա, ես քեզ շատ բան ունեմ ասելու։ Ես շատ եմ ուզում, որ մենք խոսենք, բայց խնդրում եմ, մենակ ստեղ չէ։ Շատ եմ քեզ խնդրում։ Երբ գնանք Երևան, խնդրում եմ, այդ հնարավորությունը ինձ տու։ Չէ։ Եթե դու ինձ չլսես, չես հասկանա։
Ես մեղավոր եմ թե չէ, չես իմանի իրականությունը։ Աշոտ, ես մենակ գիտեմ այն, որ դու ինձ խաբել ես։ Եթե դու անմեղ լինեիր, եթե դու մաքուր լինեիր, չէիր խաբի ինձ։ Չէիր կա ու ձևանա իմ մոտ, Աշոտ։ Եվա։ Չփորձվես նորից նույն բանը անես, Աշոտ։ Այն մոտ չասեցի, բայց հիմա ավելի վատ է, քան մի ժամ առաջ էր։ Բայց եթե խոսել է, տենց լինում է։ Սկզբից առողանում եմ, ցուցիչները լավանում են, հետո կտրուկ վատանում են։ Լավ, ես գնամ։ Անուշ, ես այստեղ եմ հանգիստ, հանգիստ Անուշ։ Ապրես, որ եկար, շնորհակալ եմ շատ։ Խնդրում եմ Անուշ, հանգիստ, հա։ Ես մեղավոր եմ, ես մեղավոր եմ։ Տենց մի ասա։ Լսից ուշադիր, խնդրում եմ, ես մեղավոր եմ, շատ վատ եմ զգում, ես մեղավոր եմ։ Անուշ, սպասի բժիշկ կանչեմ, հա։ Սպասի, չգնաս, սպասի։ Մտեք։ Ես հասկանում եմ, որ ես շատ կոպիտ քո հետ խոսեցի։ Ես չէի ուզում քեզ նեղացնել։ Ուղղակի ասեցի, որ դու իմանաս։ Ես հասկանում եմ ձեզ։ Դուք ճիշտ եք։ Կներեք։ Ներողություն։ Դու ինձ ոչ մի վատ բան չես ասել ու չես նեղացրել։ Ինչի ես ներողություն խնդրում։ Պետք չի։ Ուղղակի ասեմ, որ պաշտպանվելու շատ վատ տարբերակ ես ընտրել։ Ես տեսնում եմ, դու վարդից վախենում ես։ Դրա համար ամեն անգամ իրան փորձում ես վատաբանել։ Սխալ ես անում։ Պետք չի։ Խորհուրդ եմ տալիս։ Ավելի շուտ խնդրում եմ։ Ես չեմ վախենում, հա? Ես զզվում եմ ձեր վարդից։ Զզվում եմ։ Ատում եմ։
Դու գիտեիր, որ ես տեղ եմ։ Չէ, որտեղից։ Բա ինչի ես եկել։ Ես մենակ չեմ, Եվա։ Մենք որոշել ենք գանք ստեղ։ Որտեղից իմանայի։ Դու ես միջնորդել, որ ինձ աշխատանքի ընդունեն։ Դու ես, չէ։ Հիմա էլ իմացել ես, որ ստեղ եմ ու եկել ես։ Չես լսում, ասում եմ, չէ։ Որտեղից պետք է իմանայի։ Զուգադիպելա։ Ես շատ բան ունեմ քեզ ասելու, բայց խնդրում եմ, մենակ ստեղ չէ։ Որտեղ էլ լինենք, ես քեզ չեմ լսելու։ Ինչքան ուզում ես լավ է դարձի։ Հոգա տարեղի։ Ես չեմ կարա մոռանամ եղբորս հիշատակը։ Մի փորձի զուրա։ Եվա, խնդրում եմ, երբ որ պատրաստ լինես, երբ որ զգաս, որ դու ուզում ես լսես ինձ, խնդրում եմ, իմաց տուր ինձ։ Գոնե 10 րոպե։ Լսի ինձ ու այդ ժամանակ նոր կորոշես։ Ես մեղավոր եմ, թե չէ։ Ես արդեն ամեն ինչ որոշել եմ։ Լսում ես, Եվա։ Ամեն օր այդ դեպքից հետո ամեն օր ես հիշել եմ այդ պահը, ես հիշել եմ այդ օրը, ու ես աչքերս չեմ փակել, ու հանգիստ չեմ քնել, այն ինչի համար, որ դու ինձ մեղադրում ես, որ ես խմած նստել եմ ղեկին, տենց բան չի եղել, ես մեղավոր չեմ, բայց ես իմ մեղքի բաժինը ունեմ, ես այդ օրը պետք է լսեի իմ հորը, ու չգնայի այդ հանդիպմանը մենակ, ինչ-որ անհայտ տեղ էր, ու հետո այդ ճանապարհով հետ չգայի, մի քիչ ստապ դատեի, այդ ամեն ինչը տեղի չէր ունենա։ Եվա, ես գիտեմ դու ինչ մեծ ցավ ես ապրում, ու հավատա ես էլ շատ մեծ ցավ եմ ապրում, անհամեմատելի է, ես բան չունեմ ասելու, ու Աստված շանի, որ դու մի օր մարդ սպանես, այն էլ անմեղ, կապ չունի, որ պատահման է եղել, այդ ժամանակ նոր կհասկանաս ինձ, ու հիմա դու ինչքան էլ ինձ հիշացնես ու ինչքան էլ ինձ ասես, ուզում ես ամեն օր էլ ասա, մեկը ոչ մի բան չի փոխվում, ես ինձ մեղավոր եմ զգում, ես մեղավոր եմ, ու իզուր էներգիա մի ծախսի, ես մեկը չեմ կարողանում հանգիստ ապրեմ այդ օրվանից հետո, ուղղակի փորձում եմ։ Դավոթ, մենք արդեն մենակ ենք ու կարիք չկա թաքցնելու։ Ինձ խնդրում եմ ասա, դու ինչ-որ մեկի հետ թեմաներ ես ունեցել, ում ես կասկածում, ով կարող ասեն զբանաներ։ Ոչ մեկի։ Իսկ ինձ թվում է, որ ինչ-որ բան կա, իսկ դու թաքցնում ես։ Չէ, չկա տես բան։ Չեմ հավատում, բայց լավ։ Կարևորը, որ հիմա լավ ես։ Քեզ ինչ-որ բան պետք է։ Չէ, ինձ ոչ մի բան պետք չի, սպասեմ Ռոզին, հետո տուն կգնանք։ Ես ծանր հիվանդ չեմ, Հայկ, դու հանգիստ կարաս տուն գնաս։ Ես էլի կգնամ, բայց դու որ որոշես ինձ ճիշտն ասես, զանգի։ Ուղղակի մոման անհանգստանում է, գնամ հասնեմ։ Կզանգես։ Աշոտ, չեր գտնում։ Ինչ։
ասում ուշացար չէիր գտնում։ Չէ, ուղղակի ման էի գալիս։ Ինչ որ բան ա եղել։ Հա, Տրամադրություն լավ էր մի քիչ առաջ։ հիմա էլ է լավ։ Հաստատ։ Հա, հաստատ ամեն ինչ լավ է։ Կարող ա տնից են զանգել ինչ որ բան, այնչի։ Լավ է իշխացրեցիր։ Չեմ էլ խոսացիր։ Սա կզանգեմ կխոսամ։ Ու մոռանում ենք ամեն ինչ։ Լավ։ Այսօր մեր օրն է ու ոչ մի բան պետք է չփչացնի մեր օրը։ Okay։ Անուշ, ես ամեն դեպքում բժիշկ կկանչեմ, հա։ Հետո ինչքան որ ուզես, քեզ կլսեմ։ Խոստանում եմ։ Խոսի Արամի հետ։ Ինչ։ Խնդրեմ, ինձ լսի։ Խոսես Արամի հետ։ Կլսես իրան ու կանես ամեն ինչ։ Ինչ որ կասի, այդպես կանես։ Անուշ, Արամ ինչ կապ ունի։ Խոստացի, որ Արամի հետ կխոսես։ Իրան կասես, որ ես թույլ եմ տվել, որ քեզ պատմի ամեն ինչ, թող քեզ ասի, խոստացի, որ կլսես ու կխոսես Արամի հետ ու կանես ամեն ինչ, ինչ որ կասի, որ հեռու մնամ Ռոբից։ Անուշ, ինչ եղավ։ Խոսացիր։ Հա, ամեն ինչ նորմալ է տանը։ Չգնանք մի քիչ քայլենք, ստեղ շատ սիրուն է։ Գնանք, ոնց ասես։ Այս դեռ ուղղակի զբոսանք է։ Դե, ուզել ես որ քեզ վստահեմ, վստահում եմ։ Դե պատրաստվի։ Սառնա չէ եղանակ։ Հաստատ բան չի եղել։ Հաստատ։ Քո մասին եմ մտածում։ Սենց տխուր դեմքո։ Տխուր չէ։ Կարող է արդեն փոշմանում ես, մտածում ես, ուշ չի։
Ուշ է։ Շատ ուշ։ Ինձ թվաց, որ շատ վատ ես։ Արդեն պատկերացրել էի, որ Լավ եմ։ Հանգիստ։ Ես շատ լավ եմ։ սիրտս կանգնում էր։ Ինձ թվում էր Հանգիստ։ Անուշ, խնդրում եմ մի բան արի, մի վարքեն ինձ վրաշ կանչի։ Անուշ, խնդրում եմ, հանգստացի, Անուշ։ ճիշտ եք։ Հա, ես վախենում եմ։ Բայց վարդից չեմ վախենում։ Ես վախենում եմ, որ Արամի հետ ինչ-որ վատ բան կլինի։ Ի վերջո ես վախենում եմ նրանից, որ կկորցնեմ Արամին։ Իսկ ինքը միակ մարդն է, ով իմ կողքին է։ Ու շատ եմ ձեզ խնդրում։ Մեր խոսակցության մասին ոչ մի բան մի ասեք Արամին։ Բայց ես չէի պատրաստվում Արամին ինչ-որ բան պատմել։ Շնորհակալ եմ։ Ես այսօր իսկապես զգացի, որ դու շատ կարևոր ես իմ համար։
Ես գիտեմ դու էլ ես նույնը զգում։ Բայց չես ասում, որովհետև ավելի ուժեղ ես։ Իսկ ես ասում եմ, որ ինձ թեթև զգամ։ Ես չէի ուզի, որ իմանաս ու վախենաս։ Ես կարող եմ հեռու մնալ իմանալով այն ինչ որ կա, բայց քեզ չսիրել ու այդ ամեն ինչը զգալ իմ մեջ չեմ կարող։ Ու երբ որ այսօր իմացա, որ դու վատ ես, ինձ մենակ հետաքրքրում էր այն, որ գայի քեզ տեսնեի։ Ուրիշ ոչ մի բան պետք չի։ Մենակ իմանամ, որ լավ ես։ Հասկանում եմ։ Ես էլ էի նույն ձև զգում, երբ դու էիր հիվանդանոցում։ Էլա, եթե լացես… Չեմ լացում։ Նեղվի։ Ես վատ չեմ, որ լացեմ։ Ես ուրախ եմ, որ դու քեզ լավ ես զգում։ Մի տեսակ ջերմություն եմ զգում։ Հենց տպավորությունա ոնց որ հարազատ մարդու եմ վերջապես գտել։ Եթե լացեմ, միայն երջանկությունից կլացեմ։ Որովհետև ես ուզում եմ իմ մեջ զգալ ու քեզ սիրել։ Ես ինքս կարող եմ չէ քեզ սիրել։ Այդ ոչ մի օրենքով արգելված չի։ Եթե ամեն ինչ ուրիշ կերպ դասավորված լիներ, ես համոզված եմ, որ մենք երջանիկ էինք լինելու։ Ես վստահ եմ, որ դու երջանիկ ես լինելու էլ։ Ինչ կա։ Դու ասա, ոնց է Դավիթը։ Լավ է, նորմալ ամեն ինչ։ Ոչ մի լուրջ բան չկա։ Արամը մոտնա։ Մոտն էր, դուրս եկավ։ Ինձ էլ թվաց թե տուն է եկել։ Չէ, չի եկել։ Հայկ նորմալ է, բայց հաստատ ամեն ինչ։ Ոչ են կռվել։ Մամ, Արամը նույնիսկ իր մոտ չի մտել։ Ամեն ինչ լավ է։ Նազիկ, դու նեցես խոսում, որ Արամին չես ճանաչում։ Պապ, գիտեմ, ճանաչում եմ։ Բայց ամեն օր մի բան լինում է, ես էլ չգիտեմ ինչ մտածեմ։ Մամա, ես հենց դրա համար եմ ասում, որ ամեն ինչ նորմալ է, ասես նորից գնալ եմ իր մոտ ու շատ հնարավոր է, որ հենց հիմա էլ դուրս գրեն։ Նորմալ ամեն ինչ, պապ։ Փարքաս։ Դու ոնց ես ամեն ինչ sense արագ հասցնում, ես չեմ հասկանում։ Մենք կգանք ինքներս մամային կասեինք կամ չէինք ասի։ Ինչ ես գնում ասում։ Բայց ես ուղղակի ստացվեց, մտածում էի գիտի։ Մտածում էի գիտի։ Ռոբ։
Մտածում էի արդեն լավ է։ Ստեղ գալուց այնքան մեծ հույսեր ունեի։ Ես ուզում եմ, որ առաջվա Ելենային տեսնեմ։ Ու իմ կարծիքով առաջվա Ելենան ավելի համարձակ է եղել ու չի վախեցել իր կյանքից։ Ես հիմա էլ չեմ վախենում։ Իսկ ինձ տես չի թվում։ Աշոտ, ես չգիտեմ, ուզում եմ ես լինեմ առաջվա Ելենան, թե չէ։ Ուղղակի առաջվա Ելենան չէր վախենում ոչ մի բանից, որովհետև գիտեր, որ իր կողքին ընտանիք ունի։ Իսկ այդ ժամանակ դու քեզ շատ ուժեղ ես զգում ու վստահ։ Այդ ամենակարևոր բանն է։ Չնայած երբեք չեմ էլ մտածել, որ ինչ-որ վատ բան կարար լիներ։ Բայց վստահություն կար, որովհետև գիտեի, որ կողքս ընտանիք կա։ Չես մտածում, որ հիմա էլ կա։ Ուղղակի պետք է քայլ անես։ Ու իրանք էլ։ Դժվար բան ես ասում։ Ընդհանրապես դժվար չի։ Լավ, ամեն դեպքում կասես դու երազանք ունես։ Երազանք։ Չէ։ Տենց չի լինում։ Լինում է։ Ինչի մասին երազամ։ Երջանիկ լինելու։ Չէ, դրա մասին կարող ես էլ չերազել։ Այդ իմ պարտավորությունն է։ Ասացիդ նման, եթե մի օր առաջվա Ելենային հիշելուց ինձ վատ չզգամ, երևի այդ օրն էլ նոր երազանքներ կունենամ։ Ես քեզ կօգնեմ։ Հա։ Եթե կուզես, էլ ոչ մի բան չեմ ասի։ Հասկանում եմ հիմա քեզ ով էլ ինչ ասի չի օգնելու։ Դու ինձ կյանքում չես հասկանա։ Սխալվում ես։ Ես հորս եմ կորցրել։ Վարդ դու ինձ չես հասկանա։ Ռոբ, ես քո թշնամին չեմ։ Ես միշտ մենակ եմ եղել, միշտ ու հիմա էլ։ Քեզ թվում է ես պետք է իմ հորս։ Պետք է իր։ Ես ինքս եմ տեսել ոնց է խոսում քո մասին։ Ես մի բան լավ գիտեմ, ու այդ ոչ մեկ ինձ չի կարող հակառակը համոզի։ Եթե մարդ մի բան է ուզում, սրտանց, անում է։ Ինք ինձ չի գտել, ես իրան պետք չեմ եղել, ես եմ եկել, դու ես ինձ գտել։ Ռոբ, մամատ արդեն չկա, արի հիմա էլ… Չկա, դու էլ չկաս։ Դու հեսա գնալու ես գործերովդ զբաղվես, Անուշին օգնեցիր, վերջ, միսիատ ավարտվեց։ Ինչ ես տենց խոսում։ Ես մորս սիրել եմ։ Հա, չեմ խոստովանել երբեք, ընդհակառակը ասել եմ, որ կարիքը երբեք չեմ զգացել, բայց այդքան էլ տենց չի։ Հոգուս խորքում իրան սիրել եմ։ Իսկ հիմա քեզ եմ սիրում։ Բայց դու ինձ ասում ես գնա, մի խոսա դրա մասին։ Մերս էլ չկա, դու լինում ես, որ ինչ անես, ես քեզ պետք չեմ։ Ես ոչ մեկին չեմ մեղադրելու, ոչ մեկի մոտ չեմ փորձելու հարցերիս պատասխանները գտնեմ, անիմաստ է։ Ճիշտ է, բարդ է, դժվար է, բայց տեսնում ես, որ դու ինձ չես հասկանում։ Դե ասա, որ տենց չի բարդ։ Ասա, որ կմնաս հետս։ Տեսար,
Սպասի, Ռոբ։ Ինչի մասին ես մտածում։ Երևի իմ տարիքի աղջիկները երազում են ընտանիքի ու երեխաների մասին, չէ՞։ Երևի։ Ու իմ կարծիքով դու էլ ես երազում։ Ուղղակի դրանից էլ ես վախենում։ Իսկ լինում է ընտանիք առանց երեխաների։ Աշոտ, ես չեմ կարա երազեմ մի բանի մասին, որը չի կարա լինի։ Ես չեմ կարող երեխա ունենալ։